Ներքին գործերի նախարարությունում նոր հատուկ բաժնի ստեղծման որոշման վերաբերյալ քաղաքական գնահատականները կրկին շարունակվում են։ Իշխանական թիմում նախաձեռնությունը կարևոր են համարում եւ հայտարարում, որ տարբեր խմբեր հասարակությունը պառակտելու նպատակով միտումնավոր օգտագործում են ատելության լեզուն։ Իսկ ընդդիմությունը ատելության տարածման մեջ մեղադրում է հենց վրացական երազանքին։ Հիշեցնենք, որ ՆԳՆ-ում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի հանրային տարածքում ատելության լեզվին, վիրավորական արշավներին եւ ագրեսիվ հաղորդակցությանը եւ կիրականացնի համապատասխան արձագանք։ Մասնագիտացված հեռարձակողները կկարողանան ստանալ օտարերկրյա ֆինանսավորում եւ նրանց նկատմամբ առկա սահմանափակումը կվերացվի։ Համապատասխան փոփոխությունները կատարվում են հեռարձակման մասին օրենքում, որը այսօր ներկայացվել է խորհրդարանի բյուրոյի նիստին։ Օրինագծում նշվում է, որ օտարերկրյա ուժից ուղիղ կամ անուղղակի ֆինանսավորում ստանալու սահմանափակումը կհանվի այն մասնագիտացված հեռարձակողների համար, որոնք հիմնականում հեռարձակում են մեկ թեմատիկայի ծրագրեր՝ սպորտային, ճանաչողական, կրթական կամ ժամանցային ուղղություններով։ Օտարերկրյա ֆինանսավորում ստանալը շարունակում է արգելված մնալ այն հեռարձակողների համար, որոնց եթերում կան նորություններ եւ հասարակական քաղաքական թեմատիկա։ Օրինագծով սահմանվում է նաեւ, որ արգելված ֆինանսավորում ստանալու դեպքում հաղորդակցությունների կարգավորող հանձնաժողովը լիազորված կլինի օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման հետ մեկտեղ հեռարձակողին պարտավորեցնել ստացված ֆինանսավորումը փոխանցել պետական բյուջե։ Սահմանվում է նաեւ, որ հանձնաժողովի որոշումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում դրա իրականացումը կապահովի հարկատիր կատարման ազգային բյուրոն։ Գրիգոր Լիլուաշվիլիի դատական նիստը շարունակվում է քաղաքային դատարանում։ Այսօր հարցաքննվում են մեղադրող կողմի ներկայացրած 6 վկաները։ Առկա տեղեկությունների համաձայն վկաները կխոսեն մանկապարտեզների դրվագի վերաբերյալ։ Լիլուաշվիլիին պետական մեղադրողը մեղադրում է մի քանի դրվագներով, որոնց թվում է նաև մանկապարտեզների գործը։ Դատախազության տվյալներով Լիլուաշվիլին կաշառք ստանալու դիմաց հովանավորում էր իր ընկերոջը Թբիլիսի քաղաքապետարանի մանկական մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին, որը մանկապարտեզների գնումների պայմանագրերի կնքման գործընթացում ձեռնարկատիրական սուբյեկտներից կաշառքի տեսքով ստանում էր առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչը նախատեսում է 11-ից 15 տարվա ազատազրկում։ Տրանսատլանտյան միասնությունը պետք է հաղթահարի ներկայիս բարդ շրջանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետը։ Դոնալդ Տուսկը ընդգծել է Լեհաստանի եւ Վաշինգտոնի կապերի կարեւորությունը այն բանից հետո, երբ Պենտագոնը չեղարկել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը։ Տուսկը այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ընկերություններից մեկի հետ համաձայնագիր ստորագրելու ժամանակ։ Համաձայնագիրը նախատեսում է Աբրամս տեսակի տանկերի շարժիչների սպասարկման կենտրոնի ստեղծում։ Լեհաստանի վարչապետը գտնում է, որ սա տրանսատլանտյան դաշինքի կարևորության լավ օրինակներից մեկն է։ Վլադիմիր Պուտինը Չինաստան մեկնելուց առաջ տեսաուղերձ է տարածել։ Նա հայտարարել է, որ Մոսկվան եւ Պեկինը պատրաստ են աջակցել միմյանց ինքնիշխանության եւ ազգային միասնության հարցերում։ Ինչպես նա է նշել, երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի, որը բնութագրվում է փոխըմբռնմամբ եւ վստահությամբ։ Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև բարեկամությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ նրանք աշխատում են ընդհանուր բարօրության համար։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Պեկին սկսվում է այսօրվանից։ Վրաստանը Վիեննայում ներկայացել է գինու միջազգային ցուցահանդեսում պատվավոր հյուրի կարգավիճակով։ Մասնակցել են վրացական գինու արտադրող 24 ընկերություններ եւ մառաններ։ Միջոցառումը անցկացվում է 2 տարին մեկ անգամ Վիեննայի պատմական Հոֆբուրգ պալատում, որտեղ հավաքվում են գինու արտադրողներ, փորձագետներ, առևտրի ոլորտի ներկայացուցիչներ եւ գինու սիրահարներ աշխարհի տարբեր գինեգործական երկրներից։ Նպատակն է ծանոթացնել տարբեր երկրների գինու մշակույթը եւ ամրապնդել միջազգային բիզնես կապերը։ Վրաստանը մասնակցում է առողջապահության համաշխարհային ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Ժնևում գտնվում են առողջապահության նախարարը եւ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Զազա Լոմինաձեն։ Ասամբլեայի շրջանակներում նախարարը մասնակցել է առաջնային առողջապահության հարցերին նվիրված պանելային քննարկմանը։ Նրա հայտարարությամբ համընդհանուր առողջապահության ծրագիրը զգալիորեն բարելավել է ծառայությունների հասանելիությունը, սակայն արդյունավետ եւ կանխարգելման վրա կենտրոնացած համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է ուժեղացնել առաջնային առողջապահությունը։ Միաժամանակ Միխեիլ Սաջվելաձեի խոսքով հատուկ ուշադրություն է դարձվում քրոնիկական հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կառավարմանը։
Փարիզում ընթացող կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության 93-րդ գլխավոր նստաշրջանին մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարը։ Դավիթ Սոնղուլաշվիլին խոսքով ելույթի ժամանակ խոսել է անասնաբուժական համակարգերի ամրապնդման կարևորության մասին, շեշտը դրել է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Աջարիայի կառավարության նախագահը ծանոթացել է Քոբուլեթի մունիցիպալիտետի սանիտարական մաքրման ծառայությանը, տրանսպորտի նորացված ավտոպարկին, ինչպես նաև սոցիալական տան շինարարության ընթացքին։ Ավտոպարկին ավելացվել է 2 նոր ժամանակակից հատուկ մեքենա, դրանց ձեռքբերման համար բյուջեից ծախսվել է 546,200 լարի։ Ընթացիկ տարում Քոբուլեթի ավտոպարկը համալրվել է նաև 8 նոր ավտոբուսով։ Նոր մունիցիպալ ավտոբուսները կսպասարկեն մի շարք կարևոր երթուղիներ։ Նույն օրը Աջարիայի կառավարության նախագահը տեղական մունիցիպալ և տարածաշրջանային օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է մունիցիպալիտետում ընթացող սոցիալական տան շինարարությանը։